Այժմ քննարկում ենք կառավարության ներկայացրած տեսալեզուական մեդիայի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ առաջին ընթերցման ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան։ Համեցեք, պարոն նախարար։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, կառավարությունը օրենսդրական սույն նախագծով առաջարկում է մի քանի լրացումներ կատարել տեսալեզուական մեդիայի մասին օրենքում, որի հիմնական էությունը կայանում է նրանում, որ մենք հետայսու օրենքի ընդունումից հետո ակնկալելու ենք, որ տեսալեզուական մեդիա ծառայություն մատուցող հեռարձակողները արհեստական բանականությամբ գեներացված կամ այլ թվային տեխնոլոգիական լուծումներով գեներացված հեռուստաբովանդակությունը կամ սինթետիկ բովանդակությունը հեռարձակելիս պարտադիր կերպով օրենքի իմպերատիվ պարտադրանքով մակնշեն կամ, ինչպես ասում են, արվի համապատասխան լեյբլինգը, որում տվյալ բովանդակության վրա հստակ կերպով տեսանելի կլինի, որ այդ նյութը արհեստական բանականության գործիքակազմով է գեներացված։ Խնդրում եմ կողմ քվեարկել նախագծին։ Շնորհակալություն, պարոն նախարար, հարցերի համար հարգելի պատգամավորներ կարող եք հերթագրվել։ Լուսինե Բադալյան, համեցեք, տիկին Բադալյան։ Շնորհակալություն, պարոն Հայրապետյան, իսկ եթե լեյբլինգը չի արվել ու կանոնները չեն պահվել, դրա համար ինչ տուգանք կամ օրենսդրական փոփոխություններ, որպեսզի այսպես ասած պատիժ սահմանվի, այս առումով ինչ կա օրենսդրական նախաձեռնությունում, շնորհակալություն։ Շնորհակալություն, տիկին Բադալյան, նախ ասեմ, որ քանի որ մենք խոսում ենք հեռուստա ռադիո մեդիա ծառայություններ մատուցող ուրեմն հատվածի մասին, որ կարգավորվում է հենց տեսալեզուական մեդիայի մասին օրենքով, այսինքն այս պահին դեռևս համացանցային տիրույթի մասին չենք խոսում եւ օրենքի նմանատիպ կարգավորումները ավելի լայն կարգավորումները առաջիկա ամիսներին կառավարությունը կներկայացնի ազգային ժողովին, ապա սրա վերահսկողությունը եւ մոնիթորինգը դրված է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի վրա եւ խախտումների պարագայում վարչական տուգանք պատասխանատվություն է ենթարկվում տվյալ հեռարձակողը սահմանված նվազագույն աշխատավարձի 300 պատիկի չափով։ Շնորհակալություն։ Արձագանք։ Շնորհակալություն եւ եւս մեկ հարց, տեսեք, երբ որ տեսագրություն է, որոշակիորեն արդեն մարդիկ են սովորել ինչպես տարբերակել արհեստական բանականության գեներացված է նյութը, թե իրական նկարահանում է։ Ռադիոյի դեպքում, միայն լսելու դեպքում շատ ավելի դժվար է լինելու տարբերակել, որովհետև ձայնի նմանակումը բնականաբար շատ ավելի հեշտ է իրականացվում եւ քիչ է տարբերությունը լինում։ Այս առումով որոշակի մեխանիզմներ հստակ կան, որով մենք կարող ենք այնուամենայնիվ ռադիոյի մասում էլ դա վերահսկել, որովհետև ռադիոյով չենք էլ կարող տեսնել, որ վրան մագնշված է, որ սա արհեստական բանականության գեներացված է։ Ինչ մեխանիզմ է ներդրված, շնորհակալություն։ Շնորհակալություն, ես նախ ասեմ, որ չափազանց կարևոր հարցադրում եք հնչեցնում եւ այս համատեքստում պիտի ասեմ, որ ընդհանրապես չկա դեռևս մոլորակի վրա մի պետություն կամ որևէ երկրի կառավարություն, որը գտել է 100% ռիսկերը նվազեցնելու բանաձևը, բանալին իրականում, այստեղ մենք նմանատիպ քայլերով եւ գործիքակազմեր ներդնելով պարզապես փորձում ենք նվազեցնել հնարավոր բոլոր ռիսկերը եւ վերահսկողական մեխանիզմներ ներդնենք։ Եթե պատկերների կամ տեսանյութերի պարագայում պարտադրվելու է օրենքով, ինչպես նաեւ հանձնաժողովի ներքին իրավական ակտերով, ուրեմն հեռարձակման կամ նյութի սկզբում եւ վերջում տեսանելի շրիֆտով եւ պատկերով գրված լինի գեներացված է ԱԲ-ի կողմից, լսողական հաղորդումների պարագայում հաղորդման սկզբում պիտի
հայտարարվի այդ մասին եւ վերջում ռադիո հեռարձակվող բովանդակության վերջում պիտի հայտարարվի։ Իսկ ինչ վերաբերում է թե տվյալ պարագայում խախտումները ինչպես կարելի է արձանագրել, այլ հարցի դեպքում կամ եզրափակիչ ելույթում կփորձեմ անդրադառնալ։